Aniversario te tuktuki Patije te ampoto andrevot oh oh Zaveshte te konkret chakadagir domino oh oh Ay keskino Yev kakchuni khov hararet Rute mersoch Kesar kabore sirel Umi kichel poch Kesar kabore asen Kesar goshte no domino oh oh Vetsavora kankino Spufat mulțuna mer Այստեղ ոչ տերն ունի շուն Ոչ է շունը տեր Այստեղ ամեն օր նոր կյանք է ու նոր կինո Դոմինո Բծովորական կինո Քանի որ դոմինո արտ օղին Արտ? Լսում եմ Դոմինո արտ? Դոմինո օղին Մեծ թափ է հավաքում։ Ես լուրջ մտավախություններ ունեմ, որ այն կարող են կեղծել։ Դրա համար ես առաջարկում եմ, որպեսզի մենք այն պաշտպանենք հոլոգրաֆիկ տարբերանշանով։ Դա պաշտպանության ամենահուսալի միջոցն է։ Դե հենա սա աչքդ լավ պաշտպանված է, էլի։ Նկատի ունեմ տակի կապույտ հոլոգրաֆիկ տարբերանշան։ Բայց իրոք, չես նեղում, որ ես կապուտը 2-3 օրա չի արտագաղթում աչքիդ տակ։ Ապեր քեզ մեծ առաջարկ անեմ, կապուտ լինզաներ դիր, պատկերացնում ես ինչ ճիրուն կլինի, համ ներսից կապուտ, համ դրսից կապուտ։ Ձեր հումորը այնքան էժանագին է, որ ինձ թվում է դուք այն գնում եք փեթակից։ Ահա, հենց մայր մեղվից է առնում ենք։ Տենաս Գարիտն ինչ արեց։ Շան անունը արտաբերիր եւ փայտը վերցրու վերին վերջույթները։ Գարդ, Էրիկային տեսար։ Բայց դեմքիդ նայելով կարելի է ենթադրել, որ դու ոչ թե Էրիկային ես տեսա, այլ հնդկական կինո։ Միկա, ծնողներդ կիրթ ու ճաշակով հումոր ունեն։ Քեզ այդ հիմար հումորը որտեղից։ Ապեր ըստ գիտնականների, այսինքն ըստ գիտնականի փեթակից։ Լավ ասա տենանք ոնց անցավ հանդիպումդ։ Ուրեմն քացով դուռը բացեցի։ Ոնց, իմ տակ դուռը։ Ապեր կներես ուղղակի գժված էի։ Էրիկա ջան։ Առանց բարևելու մի անգամից սկսեցի գորգռալ։ Ասցի իրականում ես, քո հետ ուզում եմ 2 օր ժամանակ անցկացնեի, ոչ մի բան ավել։ Էրիկա ջան, մինչև բուն խոսքիս անցնելը կուզեմ, որ դու իմանաս, որ իմ զգացածը քո հանդեպ ավելին է, քան ուղղակի հրապուրանքը։ Ասցի լսի դու այդքան չկաս, որ ես իմ կնոջից քո պատճառով բաժանվեմ։ Ու սրանից հետո մեր մեջ մենակ բարև բարլուս։ Էրիկա ջան, մեր պլատոնական կապի մասին արդեն բոլորը իմացել են։ Նենց որ մենք պետք է ավելի զգույշ լինենք։ Ուրիշների ներկայությամբ մենակ բարև բարլուս։ Վերջում էլ շատ չոր առանց հաջող անելու դուռը շաղկացրեցի երեսին ու դուրս եկա։ Էլի իմ տան դուռը։ Ապեր կներես ուղղակի գժվածությունս չէր անցել, էլի ոնց որ։ Դե երդվի, որ տենց էլ ասացիր։ Երդվում եմ տենց էլ ասեցի։ Մեր մեջ սրանից հետո մենակ բարև բարլուս։ Այ ես մեր իմացած Գարիկն է։ Ապեր իրականում ես դեմ չեմ, որ դու մեկ-մեկ լևի գնաս։ Ավելին ասեմ, ես կողմ եմ, բայց ոչ Էրիկայի մոտ։ Հետո ինչ ճիշտ հասկացի։ Մի տեսակ հաճելի չէ էլի, որ լևի գնալուց գնում ես իմ։ Ոնց են քաղաքի համար մեկ ալկոբարոնների գործերը։ Շատ լավ, Սով ջան։ Քո գործերը ոնց են։ Իմ նման ամուսին ունի, ոնց պիտի լինեն։ Հեչ լավ չեն։ Չէ, այդ Գարիկի հետ կապ չունի։ Ուղղակի ես սենսացիայի կարիք ունեմ։ Այս վերջերս թերթս հեչ լավ չի վաճառվում։ Դե կայքի այցելություններն էլ պակասել են։ Շուտ եմ ասել, ես ինքնասպան լինողը չեմ։ Լավ սենսացիա ես ուզում։ Միկա, այս կապտուկով ոչ մեկի չես զարմացնի։ Այ եթե Արտուրի փոխարեն հայտնի մարդ լիներ, ուրիշ բան։ Հա, Սով ջան, Արտուրը կարող է հայտնի չի, բայց իրան կապտացնողը հայտնի է։
ո՞վ է։ Սոնան։ Փաստորեն այդ ճիշտ է եղել։ Չէ, Սոֆա ջան, չէ։ Ուղղակի քո մարդն էլ քոպես ինտրիգներ է ման գալիս, Սոֆ ջան։ Այս կապուտը ես եմ արել։ Նորիկ, հավատա, որ հոդվածը Սոնայով ավելի հետաքրքիր կդառնա։ Ճիշտ է ասում։ Բայց ոչինչ որ Սոնան դրա հետ ոչ մի կապ չունի, բաներ ասեցի էլի։ Իսկ ասեք ինչի է հարվածել։ Դե ես խոսքի մեջ ոնց որ նոր այրին եզո ասեցի, նա էլ այս կերպ արտահայտեց իր դժգոհությունը։ Պարզա, փաստորեն չեք ուզում ասեք։ Ոչինչ, ես ուրիշներից կիմանամ, ամեն դեպքում շատ շնորհակալ եմ, որ իմ իմացած ինֆորմացիան հաստատեցիք։ Ուղղակի ավելի շնորհակալ կլինեի, որ իրականում ասեիք, թե ինչ ա եղել։ Դու կամաց չխեղդվես։ Կեյզա ջան, մի հատ Գյումրի բերել ինձ։ Ես գնամ այդ նյութը նախապատրաստեմ, որ վաղը երեկոյան տեղադրեմ կայքում։ Թե արդեն առավոտյան էլ կուղարկեմ, որ թերթը տպեն։ Առայժմ։ Գարիկ, հուսով եմ հասկանում ես, որ եթե Սոֆան ես նյութը հրապարակեց, Սոնան մեզ հրապարակում կկախի։ Բայց ես ինչ անեմ, Միկան սկսեց։ Միկան ինչ Միկան, էլի Միկան, ինչ Միկան։ Միկան ինչ։ Ես ուղղակի ուզում եի ընկերոջս վրա կայֆ բռնեի։ Գործ ընկերոջս։ Լավ, հարց չկա, ես այս հարցը կլուծեմ։ Ասցի կլուծեմ, ուրեմն կլուծեմ։ Ոնց որ դժվար եք ընկալում, հա։ Կներես։ Domino, facciamola cantino. Քեզ եմ զանգում։ Պարզվում է հեռախոսը թողել ես մեքենայիս մեջ։ Անջատված։ Մերսի Սոֆ ուլես։ Սոֆ։ Այն հոդվածի պահով Չի քննարկվում։ Ասել եմ, չէ՞ որ տպելու եմ այդ հոդվածը։ Սոֆ ախր դեպքը լրիվ ուրիշ ձև ա եղել։ Ո՞նց ա եղել։ Նայ։ Ուրեմն ես որ փաբում էի, ակնոցս մի ամից ձեռքիցս ընկավ։ Ասացի Արտուրի գլա այդ ակնոցս տուր։ Այս Արտուրիկը որ կրացավ ակնոցս վերցնելու, այդ ժամանակ Սոնան Շվաբրայով գործ էր անում։ Մի խոսքով Արտուրիկը որ կրացած էր, Սոնան Շվաբրայի պոչով դղք մի ամիտ տվեց Արտուրիկի աչքին, ընկավ մեջքի վրա հելավ զենց լրիվ կապ։ Հաստատ։ Ո՞ղ, իմ աչքով եմ տեսել։ Բայց լավ վերնագիր ա գիտես։ Երկճյուհի Սոնան Շվաբրայով մարմնական վնասվածքներ է հասցնում իր իսկ այցելուներին։ Լավ գնացի, գործի։ Բարի լույս ձեզնելի Վարդանովնա։ Ցուլիկ, չես հավատա, բայց գործի գալուց Նելին տեսա, ասես նորայրին տեսնես ջերմ կբարևես։ Այ ապրի Նելին։ Դուք էլ իրան կբարևեք։ Ինչքան ժամանակա չեմ տեսել։ Ոչինչ, այսօր կտեսնես։ Այսօր։ Այսօր Նելի օրացույցով խանդի օրն է։ Իսկ ես եմ իրան խանդելու, թե ինքը ինձ։ Նորայրը, ինչ որ աղջիկա հետ խոսելիս կլինի, Նելին կգա ու խանդի տեսարան կսարքի։ Նելի Վարդանովնա, իսկ այդ տեսարանը պարտադիր է։ Ես չեմ հասկանում, դու Ցուլիկ ես թե դրամատուրգ։ Եթե սցենարում ինչ որ տեսարան ա գրվում, ուրեմն պարտադիր է։ Իսկ այդ աղջիկը դերով է խաղալու։ Լավ էլի Ցուլիկ, այդքան պարապող ուլիկ ունես, մի բան արա։ Շատ ճուշացնես։
մենակ չասես էլի, որ Սոնայի պահով ես եկել։ Բարև։ Փաստորեն խոհարարությունը ձեր մեջ գեներով է փոխանցվել։ Ոնց ասում են, քույր ու եղբայր մեծ խոհարար։ Ու ով է տենց ասում։ Դե օրինակ մեկը ես։ Մեկը ես, թե մենակ ես։ Չէ ոնց մենակ դու։ Բա ես։ Միկին ուրա։ Տանը չի։ Ես չեմ հարցնում որտեղ չի։ Հարցնում եմ ուրա։ Աշխատանքի։ Ուղղակի Վիկտորս այսօր ուզում էր իրանց ռեստորանում ռոմանտիկ ընթրիք անենք։ Ես էլ եկա Միկին զգուշացնեմ, որ անցած անգամվա պատմությունը չկրկնվի։ Համել իրար հետ կոֆե կխմեինք։ Ափսոս։ Դե լավ, շատ մի ափսոսա։ Կգնամ իրանց ռեստորան, Միկիին կտեսնեմ, հետ կգամ կոֆե կխմենք։ Առայժմ շատ չտխրես։ Բայց մեկը լսել եք, հային հրյային դատում են, դատավորին 15 տարի են տալիս։ Լավ է։ Լավ, շատ ծիծաղեցինք։ Անցեք գործի։ Ալիջան են պաների համար չմոռանաս էլի զանգես։ Էլի ինստիտուտից դուրս ամնում։ Չճոգիկ։ Իբր պաները չի կարում քննությունները հանձնի, պետք է զանգեն, որ նշանակեն։ Դե լավ, սա կզանգեմ, կբերեմ պանիրը։ Ասա Գավրոշ։ Միկա, աչքի սոֆանը հոդվածը տպելու է։ Ապեր սոֆան աչքիդ կտպի, Սոնոն էլ կտա գլխիդ։ Մեր մասին էլ չեմ խոսում։ Բա ինչ անեմ։ Հեչ ոչ մի բան ապեր, ուղղակի նենց արա հանկարծ ձեռս չընկնես։ Դե սոֆ արդեն մի ժամ է կրկնում եմ, ես այդտեղ չեմ եղել, տեղյակ չեմ։ Նորիկ, դու մի մոռացի, որ ես քեզ առանց մկաններ ժամանակվանից եմ ճանաչում եմ։ Մենց որ դից չես կարող խապես։ Բայց որ չգիտեմ ինչ ասեմ։ Սոֆ ջան, անկեղծ եմ ասում։ Սոֆ ջան, խնդրում եմ դու հիմա գնա, հա։ Մենք հետո կխոսանք, մենակ խնդրում եմ շուտ գնա հիմա Սոֆ։ Դու գիտես։ Նորայր։ Դու ինձ դավաճանում ես։ Մի վարդանում նա, էս ինչ որ մենք էինք մտածել։ Սրիկա, ստորարարած, ատում եմ քեզ։ Սոֆ ջան, էս այն էլ չի ինչ որ դու ես մտածում։ Բայց դու ինչ գիտես ես ինչ եմ մտածել։ Ես մտածում եմ, թե ո՞րն է ավելի լավ վերնագիր։ Երկշույի Սոնան այցելուա ծեծել, թե վերադասի ստորացուցիչ ապտակը ուժեղ ստորադասին։ Դու ընտրեի։ Լավ։ Ոնց որ Սոնան ու Արտուրը գրած էին եկել, թե ով կարա գարեջրի շիշը աչքով բացի։ Սոնան վերցրեց աչքով բացեց գարեջրի շիշը, Արտուրն էլ էր ուզում բացեր, վերցրեց սենց պրոպկն տվեց աչքին ու կապեց։ Գրազով, հա։
Շատ լավ վերնագիր է։ Երգչուհի Սոնան փաբում կազմակերպում է ընդհատակյա ազարտային խաղեր։ Դե լավ էլի։ Իրականում Արտուրը մահի շորերով եկել էր փաբ։ Վերջ, էլ մի շարունակի, հա։ Սոֆան էր եկել։ Սոնայի դեպքի հետ կապված մանրամասներ էր ճշտում։ Ես մի քանի բան խաբեցի, բայց չհավատաց։ Դու էլ ճիշտ ասեիր, մեկը դու ուժեղ ես, քեզ ոչ մեկ ռիսկ չի անի, ասի բերնից թույլ։ Դու լսիայի ուղեղից թույլ։ Վերջում ճիշտ էլ ուզեցա ասեմ, բայց մեկը չհավատաց։ Ու աչքից կոմոտ էլ ա գալու, նենց որ մի հատ ավելի հավատալու սուտ հորինի։ Ու աշխատին հենց հանես, որ այդ հոդվածը չտպի։ Ապե ջան, այս հարցի լուծման մենակ մի հատ տարբերակ կա։ Բայց Գարիկն ու երեխեն մեղքս գալիս են։ Կարող է մեկը մոր, մեկը կնոջ կորստի վշտին չդիմանա։ Domino, oh oh, facciamola cantino. Ախպերո, Քեզ մի աղջիկ հարցնում։ Ոնց։ Այսքան շուտ։ այ ախպեր ի՞նչն է շուտ, արդեն 30 տարեկան ես, 30։ Դու դողոնից հարցում ես տղ չեմ։ Մամիկան ինչ եղավ։ Ման են գալիս, բայց չեն գտնում։ Բան գալը որն է, նույնիսկ փնտրում ենք, բայց չեն գտնում։ Բարև ձեզ։ Ինչով կարող եմ օգնել ձեզ։ Ես ձեր խոհարարին եմ սպասում։ Բա ուր ա Միկան։ Կարող է Ժաննա։ Եթե տեղը չգիտես, ասա չգիտեմ, պեչի ձեր բարձրացնել։ Չգիտեմ։ Ահա։ Հոստեղ չեք սպասելու, գնանք իմ կաբինետ, հետ սուրճ կսպասենք, միջև մեր խոհարարը կգա։ Այդ Միկային գտեք, ասեք, աչքիս չերևա։ Ոնց կարելի այդպիսի գեղեցիկ աղջկան սպասեցնել, ավեցեք։ Իմ անունը Ալիկ է։ Ես ոնց որ արդեն հասկացաք, ես ռեստորանի, ավելի ճիշտ ռեստորանային համալիրի սեփականատեր։ Ուրախ եմ ձեզ համար։ Իմ անունը Ալիկ է։ Հասկացա։ Ու դուք մարզահամերգային համալիրի սեփականատերն եք։ Ոչ, ռեստորանային համալիրի։ Հավայ, կներեք։ Լավ, ուրիշ կողմից մոտենամ։ Ես Ալիկն եմ, իսկ դուք։ Իսկ ես եկել եմ Միկայի մոտ։ Ինչ որ բան կխմեք։ Կոֆե չենք խմելու։ Ալկոհոլից ինչ որ բան կխմեք։ Ալկոհոլ։ Ամուսինս, որ իմանա առանց իրա խմել եմ, գիտեք ինձ ինչ կանի։ Հələ ինձ ոչինչ։ Բա ձեզ ինչ կանի։ Ինձ մենակ առաջարկելու համար։ Ուրեմն դու ամուսնացած ես։ Հա, դուք էլ պետք է որ ճանաչեք ամուսնուս, անունը Վիկտոր է։
Քույրիկ ջան, բա ինչի շուտ չէի ասում զգուշացնելա պետք, ինչ որ բան սուրճի հետ կցանկանանք։ Այո։ Եթե կարելի է մի հատ էլ Միկա բերեք, հա, մերը սպասելով։ Միկա, իհարկե, Միկա, Միկա, Բարդ։ Ես հասի առաքիչն եմ, դուք մեզ մոտից պարմանեջիո պանիր եք պատվիրել։ Միկա։ Ապեր, մենք չէ իրանք։ Հա, որ խնդրեմ դուրը կբացեք։ Հեսա 3 հաշվի ինքն դուրը կբացվի։ 1, 2, 3։ Ուր ես, հայ։ Շեֆ ջան, սասի առաքիչն է, սասի առաքիչ ջան, շեֆ ջանն է։ Ամրձը։ Կարա։ Էսենց ես հարևանների դիմավորում։ Կարա ջան, որ ես իմանայի ինձ հարցնողը դու ես, գրկապած կդիմավորեի։ Դե իմացար, դե դիմավորի։ Կարա իմ հավասի չունեմ։ Ասա ինչ ա եղել։ Եկել եմ զգուշացնել, որ այսօր ես ու Վիկտորը գալու ենք ձեր ռեստորան։ Նա է անցած անգամվա նման չհարամ ես։ Զգուշացրեցի՞ր։ Դե գնա։ Եթե մյուս անգամ քո ծանոթներդ ռեստորան եկան, ոչ որպես հաճախորդ, աշխատավարձից վերջի են 2 զրոները կթնջեն։ Ախպերո, հիմա քեզ կթվա թե դեժավյու է, բայց քեզ էլ ինչ-որ կին է հարցում։ Այս անգամ հաստատ ինքնա շեֆ ջան մատ։ Հանգմար տեղդ։ Ընկերոջս կինն է։ Պապա յարև շեֆ, ուղղակի եւ ընկերոջս հետ կրվել է, 2 բառ հետը խոսամ ու վերջ։ Դա սով ջան, նայ ոնց որ Սոնան բադմինտոն էր խաղում, այդ պայն Արտուրը մտավ ներս ու Վալանը ուղիղ աչքին։ Հա ու այդ Վալանից տենց աչքը կապտեց, հա։ Դե հա, այդ Վալանի մեջ ոչ թե խմոր էր, այլ պլաստիկի մեջն է քար։ Ասում ես բադմինտոն, հա։ Փաբում բադմինտոն։ Մանա, չէ, ինչ բադմինտոն։ Ով ատես է բադմինտոնից մարդու աչքը կապտի։ Նոր հիշեցի։ Առիթ էր, ոնց որ շամպանսկին բացում էին ու պրոբկան թռավ, սենց եկավ ու կպավ Արտուրի աչքին ու աչքը կապտեց։ Ինչի դու ընդեր, հա՞։ Լավ էլի Նիկա, չեք ուզում մի ասեք։ Մեկը ես հստակ գիտեմ, որ Սոնան է խփել Արտուրին, իսկ թե պատճառը ինչն է, այդ արդեն ընթերցողների համար այդքան էլ կարևոր չի։ Ես մի բան կհորինեմ։ Գուցե ձեր պատմություններից ինչ որ մեկն էլ տեղ գտնի իմ թերթում։ Ես գնացի։ Լավ ես չեմ հասկանում, բայց ձեր լրագրողների մոտ պրինցիպիալ է իրականությունը չգրելը։ Ջան, ասում կարող է վсё-таки ճիշտը պատմելն էր, որտեվ կարող է հիմա Սոֆան նենց բան հորինի, որ մեզ ավելի շատ վնաս տա, քան իրականությունը։ Ճիշտ են ասում էլի, այր ու կին մի մարմին։ Հենա կինն էլ եկավ։ Խոսացիր Սոֆայի հետ։ Հա, Հիա։ Ու չեմ կարող ասեմ, բայց ասացի Սոֆա կամ ես, կամ այդ հոդվածը։ Գրել, ես ինչա։ Փաստորեն հոդվածն է ընտրել։ Քո այդ ապեր։ Էս։ Հեռախոս, եւ դա մեր վերջնական պատասխանն է։ Գրել, ես հոդվածը կնի կտա գրել։ Հա, Սոնա ջան։ Մի հատ կկարդաս, դու իրա ձեռագիրը ավելի լավ կհասկանաս։ Փապ թե ազարտի ընդհատակյա որջը։
Ով է իրականում Սոնան եւ ինչ դաժանությամբ է վերաբերվում թեավճար չթողնող այցելուների հետ։ Բադմինտոն փաբում, քարե վալաններ եւ թռչող խցաններ։ Այս ամենը Սոնային օրաբաց փաբում։ Այս ամենը կարդացեք մեր վաղվա համարում։ Սոնա ջան, բայց ես չեմ հասկանում, ինչ ես տենց կատաղած, որ մենք ես քո համար ենք արել։ Իմ համար։ Հա, դու չես լսել, որ լավագույն գովազդը դա հակագովազդն է։ Նայ դրուկը ինչու՞մն է։ Իբր վատ բան են գրում, մարդիկ կարդում են, ասում են, հələ գնանք տենանք, այդ ինչ է այդ Սոնայի փաբը, ու դրա արդյունքում վաղը քոմոդ տեղն են հերթ լինելու, որ ոստիկանները մտածեն միտինգա ու գան ցրեն։ Լուրջ, բաշուտ ասեր հարազատ։ Էմա, այդտեղ տոպրակով 3D չիպս կա, մի հատ տուր։ Հարազատ, հեշտ 3D տպոց կերած կա։ Որն է։ Այս։ אני וסעת תוכנוקי פטיש את המפות ואנדרבות זבשת את הקונקרט שקע להגיד דומינו אייקס קינו יבקם צ'וניחו הרארץ ותמרסוך כסר כבור את סירל ומיקיצ'ל פוך כסר כבור